Շուշիի նախկին փոխքաղաքապետ, Լեռնային Ղարաբաղի ռազմահայրենասիրության նախարարության աշխատակազմի ղեկավար, նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, ԱԱԾ հետախուզության սպա, նույն ինքը Սարգիս Գալստյանը Ադրբեջանի օգտին լրտեսություն իրականացնելու մեղադրանքով պատիժն արդեն կրում է Արթիկի բանտում։ Գալստյանի գործով դատական որոշումն ուժի մեջ է մտել նախորդ ամիս եւ նա օրերս տեղափոխվել է պատժի կրման վայր։ Նախ Առաջինատյանի, ապա Վերաքննիչ դատարանները ապացուցված են համարել, որ Սարխան ծածկանունով Սարգիս Գալստյանը 2018-ից սկսած բարձր պաշտոններ զբաղեցնելով տարիներ շարունակ Ադրբեջանի օգտին իրականացրել է լրտեսություն։ Դատական գործի նյութերի համաձայն Գալստյանը 2020 թվականի նոյեմբերին կապ է հաստատել օտարերկրյա պետության հատուկ հետախուզության ծառայության աշխատակցի հետ, ումից էլ ստացել է լրտեսություն կատարելու հանձնարարություն։ Գալստյանը տվել է իր համաձայնությունը, այդ կերպ հավաքագրվել է հետախուզական ծառայության կողմից, որից հետո էլ եւ ստացել է ադրբեջանական Սարխան ծածկանունը։ Ավելի քան 1 տարի տևած դատավարության նյութերից տեղեկանում ենք, որ Գալստյանը 2020-23 թվականների ընթացքում հավաքել եւ WhatsApp-ի եւ բջջային այլ հավելվածների օգնությամբ նամակագրության զանգերի միջոցով հատուկ ծառայության աշխատակցին է հանձնել Արցախում գտնվող բնակչության կարիքների, անգամ սննդի առկայության մասին տեղեկություններ, նաեւ թե ինչ տրամադրություններ կան արցախահայերի շրջանում։ Գալստյանը ըստ գործի նյութերի նաեւ մանրամասներ է փոխանցել Ղարաբաղյան հարցի կապակցությամբ Հայաստանի եւ Արցախի իշխանության ներկայացուցիչների դիրքորոշումների, նրանց միջև եղած հակասությունների մասին։ 2023 թվականի սեպտեմբերին ադրբեջանական ագրեսիայի ժամանակ Հայաստանի կողմից հնարավոր ռազմական աջակցության, բնակչության զինվածության, հնարավոր դիմադրության եւ նման բնույթի այլ տեղեկություններ։ Ես չեմ ասում, որ ինքը լրտես է։ Գալստյանի լրտես լինելու մասին խոսակցությունները սակայն Հայաստանում սկսվեցին այն բանից հետո, երբ հայաթափումից հետո նա որոշեց կնոջ Մարգարիտայի հետ մնալ Ստեփանակերտում։ Այս քայլը 2023-ի սեպտեմբերին զարմացրել էր շատերին, քանի որ այդ օրերին տեղի բնակչությունը կյանքի գնով վառելիք էր հայթայթում, փորձելով օր առաջ լքել հայրենիքը, խուսափելով ադրբեջանական զինուժի հնարավոր վայրագություններից։ Ըստ քննության 2023-ի սեպտեմբերին հայաթափումից հետո Սարգիս Գալստյանն իրեն իսկ հավաքագրած օտարերկրյա հետախուզության աշխատակցի կողմից Ստեփանակերտում պաշտոնի առաջարկ է ստացել։ Հենց պաշտոն զբաղեցնելու շահագրգռվածությամբ էլ կնոջ Մարգարիտա Շահնազարյանի հետ մնացել է Ստեփանակերտում։ Ուրեմն զանգում է իր բարեկամներին, ասում է, որ եկեք վերադարձեք Արցախ, այստեղ ամեն ինչ լավ է լինելու, եւ նաեւ ասել է, որ ինքը նշանակվել է ժամանակավոր կոմենդանտ։ Մինչդեռ Գալստյանը Ստեփանակերտում մնալու իր որոշումը դատավարության ընթացքում բացատրել է հայրենասիրական մղումներով։ Դատավարության ընթացքում պատասխանելով հանրային մեղադրողի հարցին, թե ինչպես է ստացվել, որ Արցախի բոլոր պաշտոնյաները գիտակցելով այնտեղ մնալու վտանգը դուրս են եկել, իսկ ինքը մնացել է այնտեղ, հույս ունենալով, որ հայերը կվերադառնան, Սարգիս Գալստյանն ասել է, թե 1.5 միլիոն հայ է ցեղասպանվել, սակայն միայն Կոմիտասն է խելագարվել, եւ եթե Արցախից դուրս գար, ապա կմեռներ։ Սարգիս Գալստյանը չի պատկերացնում իր կյանքը առանց Արցախի։ Դատավարության ընթացքում հանրային մեղադրողը նաև հարցրել է, թե ինչու 18 տարեկան հայ զինվորներին գերեվարելուց հետո ադրբեջանցիները նրանց նկատմամբ բռնություն էին գործադրում, մինչդեռ ինքն ու կինը անվնաս վերադարձել են Հայաստան։ Գալստյանն ասել է, թե ադրբեջանցիները գազանաբարու գործողություններ չէին կատարում, քանի որ փորձել են իրենց միջոցով քարոզչություն իրականացնել, որպեսզի իրենք ասեին, որ Ադրբեջանը լավն է, բռնի տեղահանում տեղի չի ունեցել եւ այլն։ Իդեպ Գալստյանը տեղեկացրել է, թե Արցախում մնալու իր ցանկության մասին հայտնել է նաև նախկին նախագահ Բակո Սահակյանին, ով իր որդու կնքահայրն է։ Ավելին, հանդիպման ժամանակ Բակո Սահակյանը Գալստյանին առաջարկել է մնալ իր առանձնատանը, քանի որ այնտեղ եղել են անհրաժեշտ հարմարություններ։ Արցախի հայաթափումից հետո շուրջ կես տարի մինչև Հայաստան արտաքսվելը Սարգիս Գալստյանը կնոջ հետ բնակվել է գերեվարված եւ այժմ Բաքվի բանտում գտնվող Բակո Սահակյանի տանը։ Այդ ընթացքում ունեցել են բոլոր հարմարությունները՝ ջուր, գազ, էլեկտրաէներգիա, բայց ոչ ինտերնետային կապ։ Անհրաժեշտության դեպքում օգտվել են Կարմիր խաչի կամ հիվանդանոցի համացանցից։ Գալստյանը կնոջ հետ Հայաստան է արտաքսվել 2024-ի մարտի 29-ին։ Պատճառներն ըստ Գալստյանի իրեն հասկանալի չեն եղել։ Սարգիս Գալստյանը թեև իր մեղավորությունը չի ընդունել, սակայն նախաքննության ընթացքում խոստովանել է, որ կապ է հաստատել Ադրբեջանի Մեջլիսի падգամավոր Թուրալ Գյանջալիևի հետ, SMS գրելով նրան. Салам, Турал. Если будет удобно, перезвони.
Բարև, Թուրալ, եթե հարմար լինի, ետ զանգիր։ Թուրալ Գանջալիևը ի դեպ մինչև падգամավոր ընտրվել է 2020-ին Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ղեկավարն էր եւ հայերեն լեզվով խաղաղության մեսիջներ էր հղում արցախցիներին։ Ես Շուշայում եմ մեծացել, լավ եմ հիշում իմ մանկության տարիների ժամանակ։ Թուրալին ուղարկած SMS-ին ըստ գործի նյութերի պատասխանել է Սամիրը, ով ներկայացել է որպես падգամավորի օգնական, բայց հետագայում հայտնել է, որ իրականում իր անունը Ռեշադ է եւ ինքը հատուկ ծառայությունների աշխատակից է։ Հենց նրան էլ Գալստյանը ըստ իր ցուցմունքների փոխանցել է տեղեկատվությունը։ Սարգիս Գալստյանը սակայն հետագայում հրաժարվել է այս ցուցմունքից, պնդելով, թե իր նկատմամբ ճնշումներ են եղել։ Սակայն դատարանը արժանահավատ է համարել ցուցմունքները։ Այս խճճված գործին առնչվող գլխավոր հարցերից մեկը նաև այն էր, թե ինչու Արցախի հայաթափումից հետո վերջին նախագահ Սամվել Շահրամանյանը որոշեց վերջին պահին պաշտոն տալ Սարգիս Գալստյանին, նրան սեպտեմբերի 28-ին նշանակելով նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ։ Եթե Արցախն այլևս չկար, նախագահը նույնպես ինչ էր անելու նա հայաթափված Ղարաբաղում։ Հրավիրել են որպես վկա ցուցմունք տալու Սարգիս Գալստյանի գործով։ Դատաքննության ընթացքում որպես վկա հարցաքննվելով Շահրամանյանը նախ ասել է, թե չի փորձել պարզել ինչու է Գալստյանը ցանկանում մնալ Ստեփանակերտում, ընդամենը նրա որոշումը ընդունել է ի գիտություն։ Ինչ վերաբերում է նրան պաշտոն տալուն, ապա Շահրամանյանն ասել է, թե նպատակն այն էր, որ Գալստյանը որպես իշխանության ներկայացուցիչ զբաղվի Արցախում մնացած մոտ 2 տասնյակ բնակչության հումանիտար հարցերով, առանց որևէ գործառույթ նրա վրա դնելու։ Շահրամանյանը հաստատել է, որ Սարգիս Գալստյանի հետ ունեցել են նաև ընկերական հարաբերություններ։ Ավելին Արցախի հայաթափումից հետո ուղղաթիռով Հայաստան վերադառնալուց հետո Շահրամանյանը WhatsApp-ով շփվել է Ստեփանակերտում մնացած Սարգիս Գալստյանի հետ, ինչպես ինքն է պնդել կենցաղային հարցերի շուրջ։ Ապացույց չկա բառի ամենաուղիղ իմաստով։ Սարգիս Գալստյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը մինչդեռ Ազատությանը փոխանցեց, որ գործում ընդհանրապես լրտեսության փաստը հիմնավորող ապացույցներ չկան։ Ադրբեջանցի падգամավորի հետ էլ Գալստյանը կապվել է միմիայն Շուշիից Գորգեր վերադարձնելու նպատակով։ Հիմա եթե ես տամ ձեզ բարույթի նյութերը, դուք չեք կարողանալու ֆիզիկապես այնտեղ գտնել, WhatsApp հաղորդագրություն, որ այդ տեսեք ձեզ եմ ուղարկում եմ SSS տեղեկություններ։ Սարգիս Գալստյանի փաստաբանն արդեն բողոք է ուղարկել Մարդու իրավունքների Եվրոպական դատարան, ոչ միայն արդար դատաքննության իրավունքի խախտման, այլ նաև այն հիմքով, որ Հայաստանի դատարանը չէր կարող քննել Սարգիս Գալստյանի գործը, քանի որ Հայաստանի իշխանության հայտարարության համաձայն Ղարաբաղը Ադրբեջանի տարածք է։